Ադրբեջանը հասկացավ, որ գնալով ավելի մեծ կորուստներ են տալու։ Ռուսաստանը նպատակադրվել էր զորքեր մտցնել գրավյալ տարածքներ։ Անգլիացիներն ասում են, պոչն է խաղացնում շանը։ Մենք Լեռնային Ղարաբաղը զիջում ենք Հայաստանին, դրա փոխարեն Հայաստանը մեզ է զիջում Մեղրու շրջանը։ Որը նույնպես դեր հայկական կողմի համար վիճելի էր։ Թող չխաբեն ժողովրդին։ Հիմա այդ մարդկանց համար քաղաքական խարագիրի կլինի ընդունելը, որ այդ 17 տարին քամուն է տրվել։ Անգամ 20 տարի անց մենք չենք կարող փաստել, որ կան ռազմական գործողությունների չվերսկսման երաշխիքներ։ 1994 թվականի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը խաղաղվեց։ Դրանից մի շաբաթ առաջ ստորագրվել էին կրակի դադարեցման մասին փաստաթղթերը։ Դժվարությամբ ձեռք բերված Բիշկեկյան համաձայնագիրը նոր փուլ սկսեց Ղարաբաղյան դիմակայության մեջ։ Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն։ Ավելի քան 20 տարի առանց խաղաղապահ ուժերի ներկայության հաջողվում էր պահպանել զինադադարը, ինչը բացառիկ դեպք է արդի հակամարտությունների պատմության մեջ։ Պատերազմի արդյունքներով հայկական կողմը վերահսկեց նախկին լղիմի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի գրեթե ողջ տարածքը, բացառությամբ Մարտակերտի շրջանի մի քանի գյուղերի եւ Մարտունու շրջանի մի մասի։ Բացի այդ, հայերը գրավեցին Լեռնային Ղարաբաղի վարչական սահմաններին հարող ադրբեջանական շրջաններ, 5-ն ամբողջությամբ եւ 2-ը մասնակի։ Պատերազմի 3 տարիների ընթացքում ադրբեջանական կողմն ունեցավ մոտ 12000 զինվորի, իսկ հայկական կողմը շուրջ 7000 զինվորի կորուստ։ Պատերազմը կանգնացրեց այն, որ Ադրբեջանը հասկացավ, որ ռազմի դաշտում այդ պահի դրությամբ հարցը լուծել անհնար է իրենց ցանկացած ձևով եւ գնալով ավելի մեծ կորուստներ են տալու։ Ադրբեջանին հորդորում են ճանաչելու պատերազմի դե ֆակտո արդյունքները, այսինքն, որ պատերազմի հետևանքներն էլ հենց պատերազմի արդյունքն են։ Ադրբեջանական կողմն ասում է, եթե դուք հղում եք անում պատերազմի արդյունքներին, ապա խնդրի լուծումը կարող է միայն ու միայն ռազմական բնույթ ունենալ։ 93-ի ապրիլից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 4 բանաձև ընդունեց, որոնցում կողմերին կոչ էր անում դադարեցնել կրակը եւ հայկական ուժերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող գրավյալ շրջաններից։ 1993 թվականի ամռանը իշխանափոխությունից հետո Ադրբեջանը սկսեց նախապատրաստվել ձմեռային հարձակման, վերադարձնելու համար կորսված տարածքները։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերը փաստորեն խափանվեցին, չկատարվեցին առաջին հերթին այն պատճառով, որ Ադրբեջանն այնուամենայնիվ փորձում էր ուժով լուծել հակամարտությունը, հայերին այսպես ասած նեղել, եւ չէր համաձայնվում դադարեցնել ռազմական գործողությունները։ 1992-ի մարտին խաղաղ պայմանագրի ստորագրումից շատ առաջ Հելսինկիում առաջարկվեց Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդաժողով հրավիրել։ Ենթադրյալ հանդիպման վայր ընտրվեց Մինսկը, Բելարուսի մայրաքաղաքը։ Դա պիտի լիներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մշտապես գործող համաժողով։ Այն այդպես էլ չկայացավ, սակայն այդպես կոչվեց Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդի ԵԱՀ-ի խումբը, Մինսկի խումբ, իսկ ԵԱՀ-ն ավելի ուշ վերանվանվեց ԵԱՀԿ։ Պարզ է, որ այդպիսի Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցով Ադրբեջանը շահագրգռված չէր մասնակցել։ Դրա համար, որպեսզի այդ կոնֆերանսը պատրաստվեր, որ անընդհատ հետաձգվում էր, ստեղծեց Մինսկի խումբը, որը պետք է նախապատրաստեր, պետք է առաջ տանել։ Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այդ տարիներին բանակցությունների կարևոր սուբյեկտ էր եւ գտնվում էր կարգավորման գործընթացի մասնակից բոլոր կողմերի ուշադրության կենտրոնում։ Մայրաքաղաք Ստեփանակերտային ժամանում ՄԱԿ-ի, ԵԱՀ-ի ներկայացուցիչներ, տարբեր երկրների արտգործնախարարներ եւ պատվիրակներ։ Մինչև 1994 թվականը ԵԱՀ-ի շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին զուգահեռ Ռուսաստանը եւ ԱՊՀ-ն, այլ երկրներ եւս փորձում էին հաշտեցնել թշնամական կողմերին։ 1994 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում հենց ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդում ընդունված որոշումների շնորհիվ հնարավոր դարձավ Բիշկեկյան հրադադարը։
Ռուսաստանյան միջնորդությունը որակապես այլ էր։ Ինչու՞, որովհետև մենք հասկանում էինք, որ պետք է ստեղծել խաղաղության կուսակցություններ։ Ձգտում էինք ոչ միայն կառավարող շրջաններին, այլև հասարակություններին նախապատրաստել արյունալի հակամարտության ավարտին։ Ղարաբաղյան հակամարտությունը հանգեցրեց հումանիտար ծանր ճգնաժամի։ ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի տվյալների համաձայն Հայաստանից ադրբեջանցի փախստականների թիվը կազմում է 200,000։ Շուրջ 400,000 հայեր ստիպված են եղել լքել Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը։ Ադրբեջանի ավելի քան 650,000 բնակիչներ թողել են իրենց տները հայերի կողմից զբաղեցրած տարածքներում և ստիպված տեղափոխվել են պատերազմի թատերաբեմից հեռու գտնվող ադրբեջանական շրջաններ։ Ինչպես տեսնում եք, մարդիկ այստեղ շատ ծանր պայմաններում են ապրում։ Մենք ստիպված ենք այսպես ապրել։ Ճարահատ միջանցքում ենք ճաշ պատրաստում։ Թե մեր աման-չամանը և թե մեր կյանքն ամբողջովին միջանցքներում է։ Երեխաների հետ նույն սենյակում ենք ապրում, և դա շատ ծանր է։ Երեխաներ են ծնվում, հասակ առնում, ու ոչ ոք չգիտի, թե ինչպիսին է լինելու նրանց ապագան։ 17 տարեկան էի, երբ փախստական դարձա։ Մեր տները լքելիս ոչինչ չկարողացանք մեզ հետ վերցնել։ Միայն մեզ փրկեցինք։ Ծնողներս այդպես էլ ասում էին, կարևորը երեխաներին փրկելն է։ Միայն մի բանի համար եմ ափսոսում։ Գերեզմանատուն ունեինք, որտեղ ամփոփված են մեր պապերի ու տատերի, մեր հարազատների աճյունները։ Այդտեղ է հանգչում նաև հարազատ եղբայրս։ Նա մահացել էր 12 տարեկանում։ Գերեզմանատունը երևում էր մեր տնից։ Մեր տանն անցկացրած վերջին գիշերը որոշել էինք առավոտյան հեռանալուց առաջ լուսանկարել մեր հարազատների գերեզմանակարերը, բայց չհաջողվեց։ Առավոտյան տեսանք, որ գերեզմանատունն ավերվել է։ Ադրբեջանից առաջին փախստականները Հայաստան եկան 1988 թվականին Սումգայիթյան իրադարձություններից անմիջապես հետո։ Կառավարությունը փորձում էր ինչ-որ կերպ տեղավորել նրանց։ Շատ փախստականների բնակեցրին Վարդենիսի շրջանում։ Եկել ենք մի հատ տուն դրանգել, ոնց պիտի ապրենք։ Քույր և եղբայր Սարգսյաններն ապրում էին Բաքվում, որտեղ յուրաքանչյուրն իր բնակարանն ուներ։ Ալբերտն աշխատում էր Կարմիր հոկտեմբեր կոչվող կահույքի ֆաբրիկայում։ Ներկայումս նրանք կենսաթոշակ են ստանում։ Մեկը կյալ ասել, մեզ հող չունեք, հողամաս չունեք, բան չունեք, անասուններ չունեք, որ ասիկ եկել եք ստող։ Թոշակը 3 համեզ, 2 համեզ մի անգամ ստանում եք, գնում եք մի քիչ պեսոկ առը, այլ մի քիչ բան։ Առաջին տարիներին փախստականները դժվարությամբ էին հարմարվում նոր պայմանների։ Ծանր էին տանում տեղաբնակների ոչ բարեհաճ վերաբերմունքը։ Ոմանք հրաժարվում էին Հայաստանի քաղաքացիություն ստանալ, հուսալով Ադրբեջան վերադարձի և վնասի փոխհատուցման մասին համաձայն փախստականների միջազգային կարգավիճակի։ 10 տարի ապրելով Երևանյան հանրակացարաններից մեկում Բաքվից եկած այս ընտանիքը տեղափոխվեց ՄԱԿ-ի միջոցներով Արթիկ քաղաքում փախստականների համար կառուցված նոր տուն։ Տեղացիների հետ մենք շատ լավ ենք, մանավանդ որ ես ինքս հայաստանցի եմ, բոլորն էլ մեր փախստականների հանդեպ շատ լավ էին, իրանց վերջինը ցենց չէին խնայում, օգնում էին։ Հիմա էլ այնքան գոհ ենք, որ կխնես արդեն կրիշ կա։ Ես կուզեմ Հայաստանի քաղաքացի դառնամ, ազգանուսով այ կուզեմ յան դարձում։ Օգանովայա կուզեմ։ Փախստականի հանը ելնի վերիցս։ Փախստականների և տեղահանված անձանց նրանց կարգավիճակի, իրենց տները վերադառնալու թեման արծարծվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցայսօր առաջարկված բոլոր տարբերակներում։ Սակայն դա ոչ մի կերպ չի անդրադառնում կոնկրետ փախստականների ճակատագրերի վրա։ Նրանք շարունակում են անդեմ գործող անձիկ մնալ, այդպես էլ չընդունված այդ փաստաթղթերում։ 1994 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթնաժողովում որոշում ընդունվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ երկրների և միջազգային խաղաղարար ուժերի կազմավորման սկզբունքների մասին։ Դրանք իրական քայլեր էին հակամարտության խաղաղ լուծման ճանապարհին։ Ռուսաստանը նպատակադրվել էր զորքեր մտցնել գրավյալ տարածքներ։ Նա փորձում էր Ադրբեջանում իր ներկայությունը վերականգնել օրինական, լեգալ ճանապարհով։ Սակայն Բուդապեշտյան գագաթնաժողովում Ռուսաստանի այդ ցանկությանը հակահարված տրվեց։
Հայաստանի առաջին նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն ասում է, որ բանակցային գործընթացում ներգրաված համաշխարհային առաջնորդների մեջ մրցակցություն կար։ Դիվանագիտական շրջանակներում ընդունված էր կարծել, թե այն երկիրը, որը կկարողանա զինադադարի հասնել, նա էլ կգերիշխի տարածաշրջանում։ Լիպարիտյանը հիշում է իր զրույցը ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Մարեսկայի հետ։ Ես իրեն հարցրի, ինչ գործ ունեիք դուք Ղարաբաղի հարցով։ Դուք չգիտեիք Ղարաբաղը ինչ է։ Դե սա մենք գուզեինք տարածաշրջանը մտնել, բայց պատճառ չունեինք։ Ղարաբաղի կոնֆլիկտով մենք ունեցանք լեգիտիմ պատճառ տարածաշրջան մտնելու։ Սա շատ անգեղձորեն ասա։ 1997 թվականի հունվարին ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահությունն անցավ 3 երկրների՝ Ռուսաստանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային։ Սակայն հակամարտության կողմերի մասին հարցը շարունակում էր վիճելի մնալ։ Պաշտոնական Բաքուն պնդում էր, որ դա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հայաստանը և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներն էլ շարունակում էին պնդել, որ հակամարտությանը մասնակից է 3 կողմ։ ՄԱԿ-ի որոշումների համաձայն հակամարտության կողմեր են Ադրբեջանը և Հայաստանը, իսկ շահագրգիռ կողմեր են Ղարաբաղի հայկական համայնքը և Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որն արտաքսվել է։ Ադրբեջանին փորձում էին պարտադրել ճանաչելու Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ, ինչն էլ ուղղված էր նրա անկախության ճանաչելուն։ Ադրբեջանը երբեք դա չի անի։ Մոսկվայում, Հելսինկիում և Վիեննայում բազմաթիվ հանդիպումներ և բանակցություններ անցկացվեցին Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ որպես շահագրգիռ կամ հակամարտող կողմ։ Այսպես էին այն անվանում միջազգային տարբեր փաստաթղթերում։ Սակայն Ադրբեջանը հրաժարվում էր Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես հակամարտության կողմ և պնդում էր հավասարաչափ մասնակցության վրա։ Բանակցություններին մշտապես մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 40,000-անոց ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Նիզամի Բահմանովը։ Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Բահմանովը ինքը նստում էր միշտ Ադրբեջանի պատվիրակության կազմում եւ երբ որ մեկ-մեկ Ադրբեջանը պնդում էր, որ ինչի խոսք չեք տալիս Բահմանովին, համանախագահողները պատասխանում էին, որ եթե դուք ուզում եք Բահմանովը խոսեք, երբ որ խոսքը տալիս ենք ձեր ադրբեջանական պատվիրակությանը, դուք տվեք խոսքը իրան, դա ձեր իրավունքն է։ Для того, чтобы не признавать Нагорный Карабах, втемяшилась такая Ըստ էության սխալ մի գաղափար էր նրանց գլուխները մտել, որ Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ ճանաչելը գրեթե անխուսափելիորեն տանում է նրա ճանաչման որպես պետության։ Բայց չէ՞ որ սրանք այնուամենայնիվ տարբեր բաներ են։ Որպես հակամարտության կողմ ճանաչելն անհրաժեշտ է հակամարտությունը դադարեցնելու համար։ Քոչարյանը ղեկավարում էր Լեռնային Ղարաբաղը, եւ երբ Մինսկի խմբի համանախագահները մեկնում էին տարածաշրջան, նրա հետ այնտեղ հանդիպում էին որպես այդ Լեռնային Ղարաբաղյան կազմավորման առաջնորդ։ Ու մի քանի տարի անց նա դարձավ Հայաստանի նախագահ։ Հենց այդ ժամանակ էլ հայկական կողմն առաջարկեց, որ Քոչարյանը ներկայացնի թե Հայաստանը եւ թե Լեռնային Ղարաբաղը։ Սա շատ հարցեր էր մեջտեղից հանում։ 1997-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցություններին։ Սակայն Մինսկի գործընթացին զուգահեռ սկսվեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների խորհրդականների պարբերական հանդիպումները։ Ժիրայր Լիպարիտյանի և Վաֆա Գուլուզադեի գաղտնապահական հանդիպումների նպատակը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումն էր։ Եվ Բաքուն և Ստեփանագերտը գտնեին, որ միայն ստատուսի լուծմամբ հարցը կլուծվի։ Ղարաբաղը գսեր մենք տարածքները հետ կտանք, եթե մեր անկախությունը ճանչնանք։ Ադրբեջանը գսեր մենք տարածքները ետ չենք առներ, որտեղ եթե առնենք գսարեցվի։ Հայկական կողմը պատճառ չունենար բանակցություն շարունակելու։ Մենք Լեռնային Ղարաբաղին տրամադրում էինք լիակատար ինքնակառավարում բոլոր ոլորտներում։
Սակայն նաև պահանջում էինք, որպեսզի մարզի տնտեսությունը կողմնորոշվի ոչ թե դեպի Հայաստանը, այլ դեպի Ադրբեջանը։ Ժիրայր Լիպարիտյանը պահանջում էր, որ Լեռնային Ղարաբաղը կողմնորոշվի դեպի Հայաստանը։ Նրանք պահանջում էին, որ Լեռնային Ղարաբաղն ունենա կամ սեփական բանակ, կամ էլ սեփական ազգային գվարդիա, ավիացիայով, տանկային միավորումներով եւ այլնով հանդերձ։ Այսինքն այն կետերը, որոնք պնդում էր հայկական կողմը, ենթադրում էին Լեռնային Ղարաբաղի անկախություն։ Հենց այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ կարգավիճակի շուրջ ոչ մի համաձայնություն էլ չի կարող լինել։ Պատերազմից հյուծված Հայաստանում, ինչպես նաև չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կյանքն աստիճանաբար հունի մեջ էր մտնում։ Ընտրվեց առաջին նախագահը, կազմավորվեցին խորհրդարանն ու իշխանության այլ մարմիններ։ Հայկական Սփյուռքի կողմից ֆինանսավորվող Հայաստան համահայկական հիմնադրամը սկսեց Գորի Ստեփանակերտ ճանապարհի շինարարությունը, որն անցնում է Լաչինի միջանցքով։ Հայաստանի բյուջեի հաշվին ապահովվեց Լեռնային Ղարաբաղի տարեկան բյուջեի կեսից ավելին։ Շրջանառության մեջ մտավ հայկական դրամը։ Հայաստանի զորակոչիկները ծառայում էին Լեռնային Ղարաբաղում։ «1994 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն աշխարհի 8 երկրների 13 խոշոր նավթային ընկերությունների հետ ստորագրեց Դարի պայմանագիրը, սկիզբ դնելով Կասպից ծովի նավթահանքերի համատեղ արդյունահանմանը։ Դա ունեցավ ոչ միայն հսկայական տնտեսական, այլև քաղաքական նշանակություն եւ ազդեց Ղարաբաղյան բանակցություններում ուժերի դասավորության վրա։ Это стоило правительству, тогдашнему правительству Азербайджана немалых усилий. Այն ժամանակվա կառավարությունից ուժեղ կամք եւ մեծ ջանքեր էին պահանջվում։ Այն ժամանակ ադրբեջանական կառավարությունն իրավունք չուներ արտասահմանում թեկուզև 1 բարել նավթ վաճառելու։ Այսօր փառք Աստծո, այդպես չէ։ Անկախություն ձեռք բերելով Ադրբեջանն անկախ դերակատար դարձավ Հարավային Կովկասի այս աշխարհաքաղաքական տարածությունում։ 1996 թվականի դեկտեմբերի սկզբին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացավ ԵԱՀԿ հերթական գագաթնաժողովը։ Առաջարկված փաստաթղթերից մեկը Լեռնային Ղարաբաղի մասին էր։ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը սպառնաց խափանել գագաթնաժողովի ցանկացած փաստաթղթի ընդունում, եթե Ղարաբաղին առնչվող եզրափակիչ փաստաթղթում չարձանագրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ На Лиссабонском саммите было предложено Լիսաբոնյան գագաթնաժողովում առաջարկվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի ձևակերպում, որում նշվում էին եւ ադրբեջանական տարածքային ամբողջականությունը եւ ինքնորոշման իրավունքը։ Ընդ որում, բացահայտ ընդգծվում էր, որ ինքնորոշումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Բնականաբար դրանք կտրուկ բացասական արձագանքեց հայկական պատվիրակությունը, որն էլ վետո դրեց փաստաթղթի ընդունման վրա։ Հայաստանը ցավոք չի կարող հանել իր առարկությունը 20-րդ պարագրաֆի վերաբերյալ եւ առաջարկում է այն բացառել հռչակագրի ընդհանուր տեքստից։ Նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է։ Ի պատասխան դրա Ադրբեջանը նույնպես օգտվեց վետոյի իր իրավունքից, բայց արդեն փաստացի Լիսաբոնյան գագաթնաժողովի ողջ աշխատանքի նկատմամբ։ Սույն փաստաթղթին Ադրբեջանը կոնսենսուս չի տալիս։ Սա բավականին համարձակ քայլ էր, որը փաստորեն գագաթնաժողովի ողջ աշխատանքը փակուղի դրեց։ Ադրբեջանը դա արեց, այսին ամբողջ փաթեթը ինքը վետոյի դակ դրեց։ Եվ արդեն մի ժամ էր մնացել ավարտվելու գագաթնաժողովը, դե նախագահները չեն կարող սպասել, ինքնաթիռները սպասում են, 2 օր է այնտեղ են, արդեն պետք է գնան, այսպես ցայտնոդային մի իրավիճակ էր։ Ֆլավիո Կոտին, ԵԱՀԿ գործող նախագահն ու Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավարը հայտարարեց, որ միայն մեկ երկիր, Հայաստանը, համաձայն չէ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ամենաբարձր աստիճանի ինքնավարությանը։ Այդ օրերին ինքնորոշման անկախության մասին խոսելը շատ դժվար էր։ Համաշխարհային գործընթացները մեր օգտին չէին։ Սովետական միությունն էր փլուզվել, Հարավսլավիայում արյունահեղություն էր դեղի ունենում նման ուրեմն հագամարտությունների շուրջ։ Եվ հանրային կարծիքը
խստակույնս դեմ էր ինքնորոշման իրավունքին եւ հիմնական շեշտադրումը տարածքային ամբողջականության վրա էր։ Լիսաբոնից շատ չանցած Մինսկի խումբը կողմերին առաջարկեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաթեթային ու փուլային տարբերակները։ Երկու տարբերակներն էլ մասնավորաբար ենթադրում էին հետևյալ գործողությունները. Գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերում Հայաստանի եւ Լղիմի սահմաններ։ Ադրբեջանական զինված ուժերի դուրսբերում համաձայնեցված տարածքների սահմաններ։ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի պահպանում։ Հակամարտության գոտում ԵԱՀԿ խաղաղապահ ուժերի տեղաբաշխում։ Տեղահանված անձանց վերադարձ իրենց բնակության նախկին վայրեր։ Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի միջանցքի վերջնական կարգավիճակը պետք է լուծվեր բանակցությունների ճանապարհով։ Փաթեթային տարբերակի դեպքում գործընթացի սկզբում, իսկ փուլային տարբերակի դեպքում հետագայում։ 1997 թվականի սեպտեմբերին Մինսկի խումբն այդ առաջարկներով ժամանեց տարածաշրջան։ Փաթեթային տարբերակը մերժեցին բոլոր կողմերը։ Իսկ ահա փուլային տարբերակը որպես բանակցային հիմք ընդունեցին Հայաստանն ու Ադրբեջանը։ Это был первый раз с того времени. Սա առաջին անգամն էր։ Միակ դեպքը, երբ եւ պաշտոնական Երևանը եւ պաշտոնական Բաքուն համաձայնություն էին տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած պլանին։ План, предложенный Минской группой ОБСЕ. Սակայն Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դիրքորոշումները տարբեր էին։ Ստեփանակերտը մերժում էր փուլային տարբերակը, որում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է լուծվեր անորոշ ապագայում։ Երևանում կայացած երկժամյա մամուլի ասուլիսում Լևոն Տեր-Պետրոսյանը շարադրեց հակամարտության կարգավորման իր տեսլականը։ Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է, ասաց նա, հավելելով. ընտրությունը ոչ թե լավի ու վատի միջև է, այլ վատի ու վատագույնի։ Փաթեթային իմաստն էր, որ մենք տարածքներ ենք հանձնում եւ վերջում ունենում ավտոնոմիա Ադրբեջանի կազմում, փուլայինի տարբերակն է, որ տարածքներ ենք հանձնում, հետո բանակցում։ Պարզ է, որ վերջում էլ ավտոնոմիա պետք է գանք, ինչի պետք է Ադրբեջանը հրաժարվի ստանալով տարածքներ, հրաժարվի այդ գաղափարից։ Երբ որ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ պետք է սա ընդունել, ես ասացի, որ սա ինձ համար անընդունել է, ես չեմ կարող սա ընդունել։ Փուլային տարբերակը Ղարաբաղյան հակամարտության բոլոր առաջարկներից ամենաբացն էր նոր հնարավորությունների համար։ Այն վերջնական լուծումներ չէր առաջարկում երկու առավել վիճելի հարցերի համար՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Սակայն առանցքային մյուս խնդիրների արագ եւ համեմատաբար նվազ ցավագին լուծումը ենթադրում էր վստահության մթնոլորտի ստեղծում, ինչն էլ կթեթևացներ հետագա բանակցությունները։ Առաջարկվող սցենարը կախված էր ղեկավարների իմաստնությունից ու համագործակցելու ցանկությունից։ Կբահեինք Լաչինը որպես ամբողջ շրջան, Ղարաբաղը ոչ զինաթափված, դարածքները գուքային ոչ փանակ, ոչ այս, ոչ այն, գուքար բարձրժողովուրդը ապրելու ոստիկանությամբ, միջազգային թիրախներ եւ նույնիսկ ուժեր գլային այնտեղ, բայց սահմանները կբացվեին, թիվանակիրական հարաբերություն կսկսեինք Ադրբեջանի հետ, Թուրքիան կբացվեր անմիջապես, հետո կսկսեինք բանակցություններ ստատուսի մասին։ Для того, чтобы пойти по пакетному варианту, Փաթեթային տարբերակի ճանապարհով գնալու համար կամ Ադրբեջանում պետք է գտնվեին այնպիսի ղեկավարներ, որոնք կստորագրեին այն բանի տակ, որ Լեռնային Ղարաբաղը մտնում է Հայաստանի կազմի մեջ, կամ էլ Հայաստանում գտնվեին այնպիսի ղեկավարներ, որոնք կստորագրեին, որ Լեռնային Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում։ который подпишется под тем, что Нагорный Карабах остается в составе Азербайджана. Հաշտության գնալու համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ քաջություն, որովհետեւ որոշ պարագաներում հաշտության գնալը շատ ավելի վտանգավոր է, քան պատերազմելը։ Անձի համար, քաղաքական գործչի համար։ Տեր-Պետրոսյանը այդ համարձակությունն ու քաջությունը ունեցավ վերկանալու հրապարակավ ասելու, որ լուծումը սա է։ Սա լավագույնն է, որ այս պահին մենք կարող ենք ունենալ։ 1998 թվականի հունվարի սկզբին երկու օր Հայաստանի անվտանգության խորհուրդը քննարկում էր իրավիճակը։ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը կոշտ հակազդեցության հանդիպեց։ Ուժայինները, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, նաև հայկական իշխանությունում Ղարաբաղյան թևի ներկայացուցիչները կտրուկ անհամաձայնություն հայտնեցին հանրապետության ղեկավարի տրամաբանությանը։ Փետրվարի 3-ին նախագահը հրաժարական տվեց։ Իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը բացատրեց, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։
Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված է պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Մեկ ամիս անց Հայաստանում կայացան նախագահական արտահերտ ընտրություններ, որոնցում հաղթեց Ռոբերտ Քոչարյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահը։ Դրանից մեկ տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքն էր Քոչարյանին հրավիրել զբաղեցնելու Հայաստանի վարչապետի պաշտոնը։ 1998 թվականի նոյեմբերին տարածաշրջան կատարած հերթական այցի ժամանակ Մինսկի խումբը Բաքվում, Երևանում եւ Ստեփանակերտում նոր առաջարկ ներկայացրեց, այսպես կոչված ընդհանուր պետության գաղափարը։ Ենթադրվում էր, որ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը որպես երկու առանձին մասեր կմտնեն ընդհանուր պետության կազմի մեջ։ Սա Պրիմակովի նախաձեռնություն էր եւ կարող եմ ասել, որ շատ պատահականորեն ծնվեց։ Պրիմակովը սկզբում Պրովին Ղարաբաղի հետ կապված այլ բան ուներ իր մտքում։ Նախկինում Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովը ընդհանուր պետության մասին առաջարկն արել էր Մոլդովայում, Մեջդնեստրյան հակամարտության լուծման համար։ Հայկական կողմի հետ հանդիպան ժամանակ նա առաջարկեց ընդհանուր պետության սկզբունքը կիրառել նաև Ղարաբաղյան հակամարտությունում։ Ընդհանուր պետությունը հաջորդ տրամաբանական քայլն էր մեր դիվանագիտության համար, որտեղ երբ որ մենք մերժել էինք Լիսաբոնյան սկզբունքները, նշանակում է ինչ-որ մի այլ բան պետք է արվեր։ Եթե դու ուրեմն ավտոնոմիան արդեն մերժում ես, թեկուզ ամենաբարձր, դրա հաջորդը անկախությունից ցած մի այլ տեսակի հարաբերություն է, որը մենք այդ օրերին անվանեցինք հորիզոնական հարաբերություններ։ Բաքուն մերժեց միջնորդների առաջարկները։ Երևանը մասնակի, իսկ Ստեփանակերտը լուրջ վերապահումներով ընդունեցին ընդհանուր պետության սկզբունքը որպես բանակցությունների հիմք։ Եղած տարբերակներից դա ամենաընդունելի տարբերակն է որպես հիմք բանակցությունների համար։ Դա չի նշանակում, որ մենք եթե Ադրբեջանը ընդուներ կգայինք ինչ-որ մի ընդհանուր եզրակացության։ Հնարավոր է էլի ձախողվեր այդ պրոցեսը, բայց դա մեզ հնարավորություն էր տալիս մեր կարծիքով խոսել Ադրբեջանի հետ, ոնց որ հավասարը հավասարի հետ։ Ընդհանուր պետության սկզբունքը ենթադրում էր դաշնային կառուցվածք։ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը զուտ անվանապես դառնում էին միասնական պետության գրեթե իրավահավասար սուբյեկտներ։ Հայաստանի դիվանագիտական շրջանակներում այս տարբերակը տեղավորվում էր դե յուրե ոչ Ադրբեջանի կազմում եւ դե ֆակտո անկախ պետություն բանաձևերում։ Լեռնային Ղարաբաղը հնարավորություն էր ստանում ունենալու սահմանադրություն, զինանշան, դրոշ եւ օրհներգ, սեփական օրենսդիր, գործադիր եւ դատական մարմիններ, ազգային գվարդիա եւ ոստիկանություն, ազատ տնտեսական գոտու կարգավիճակ եւ սեփական դրամանիշերի թողարկում։ Հայոց լեզուն դառնում էր Լեռնային Ղարաբաղի հիմնական պաշտոնական լեզուն, ադրբեջաներենը երկրորդ պետական լեզուն։ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները կարող էին իրենց ներկայացուցիչներին ընտրել Ադրբեջանի խորհրդարանում եւ մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին։ Ընդհանուր պետության մասին փաստաթուղթը, ինչպես եւ նախորդ երկուսը, բացարձակապես անընդունելի էր։ Այդ ժամանակ Հեյդար Ալիևը գաղտնազերծեց այդ փաստաթղթերը եւ դրանք հրապարակեց ադրբեջանական մամուլում։ Նախագահ Ալիևը հրապարակավ բարձրաձայնեց իր վերաբերմունքը այդ փաստաթղթի նկատմամբ, հայտարարելով, որ ընդհանուր պետությունը նշանակում է Լեռնային Ղարաբաղին փաստացի անկախության տրամադրում եւ Ադրբեջանի սահմաններում երկրորդ պետության ստեղծում։ Իսկ ռուսաստանյան կողմը գիտակցաբար այնպիսի առաջարկներ էր պատրաստում, որպեսզի ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը շարունակվի եւ զինադադարն էլ չվերաճի խաղաղության։ Թե Ադրբեջանում եւ թե Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք կարծում են, թե Ղարաբաղյան չլուծված հակամարտությունը ձեռնտու է Ռուսաստանին։ Հաճոյանալով այս կամ այն կողմին, նա պահպանում է իր գերիշխանությունը տարածաշրջանում եւ որոշակի քաղաքական ու տնտեսական շահաբաժիններ ստանում։ Սակայն շատ փորձագետներ էլ վիճարկում են նման պնդումը։ Արևմտյան մայրաքաղաքներում տարակարծություն կա այն հարցում, թե ինչ են ուզում ռուսներն այս հակամարտությունում։ Ռուս խաղաղապահներ, Ադրբեջանը բացահայտ կերպով դա չի ուզում, բայց նաև հայկական կողմն է դեմ։ Ինչ շահաբաժին է Ռուսաստանն ուզում ստանալ այս հակամարտության լուծումից։ Ինչ խոսք, կան որոշակի կասկածներ։ Բայց այն միտքը, թե Ռուսաստանը մանիպուլացնում է բոլորին եւ որ հակամարտությունը կառավարվում է Կրեմլից, ինձ իսկական զառանցանք է թվում։ Սա տեղական հակամարտություն է երկու կողմերի միջև, եւ ավելի շուտ կողմերն են մեծ տերություններին օգտագործում իրենց սեփական շահերում։ Անգլիացիներն ասում են՝ «Պոչն է խաղացնում շանը»։
1999 թվականի ապրիլ-դեկտեմբեր ժամանակահատվածը ամենաարդյունավետն էր Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Սկիզբ դրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով երկկողմանի բանակցություններին, որոնք շարունակվում են այսօր։ Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են 6 անգամ՝ Մոսկվայում, Վաշինգտոնում, Ժնևում, Յալթայում եւ վերջապես Սատարակում, Նախիջևանի հետ Հայաստանի սահմանային հատվածում։ Հենց 1999-ին Վերեստին առաջարկվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակ տարածքային փոխանակման եղանակով։ Դեռևս 1988 թվականին այս գաղափարն առաջ էր քաշում խորհրդային ֆիզիկոս եւ իրավապաշտպան Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովը։ 92-ին այդօրինակ մոտեցում առաջարկեց ԱՄՆ պետքարտուղարության նախկին խորհրդական Պոլ Հոբլը։ Պլանի էությունը հետևյալն էր. Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով հանդերձ միացվում է Հայաստանին։ Դրա փոխարեն Ադրբեջանն իրենը վերադարձնում Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները եւ ի հավելումն դրա ստանում է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող Մեղրիի միջանցքը։ Դրա էությունն այն էր, որ մենք Լեռնային Ղարաբաղը զիջում ենք Հայաստանին, դրա փոխարեն Հայաստանը մեզ է զիջում Մեղրու շրջանը։ Այսինքն այդ դեպքում Ադրբեջանը վերականգնում է ցամաքային կապը Նախիջևանի հետ։ Ուստի դա մեզ բավականին գրավիչ էր թվում։ Այնտեղ ընդամենը կորիդորի մասին էր խոսվում, որ հնարավորություն պետք է դրվեր ադրբեջանցիներին ազատ Հայաստանի տարածքով առանց մաքսային ստուգման հնարավորություն դրվի հադել հայկական տարածքը Նախիջևանի հետ հաղորդակցվելու համար, որը նույնպես դեր հայկական կողմի համար վիճելի էր։ Այդ բանակցությունները տետատետ էին ընթանում, դեմ առ դեմ։ Սկզբում Վաշինգտոնում, հետո Շվեյցարիայում, Ժնևում, որտեղ Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը տետատետ քննարկել են բոլոր այդ հարցերը։ Բանակցությունների ընթացքի մասին ես գիտեի սոսկ Հեյդար Ալիևի խոսքերից։ Նա հետո վերապատմում էր ինձ այդ զրույցների բովանդակությունը։ Տարածքների փոխանակման ծրագիրը, որը պատմության մեջ մնացել է որպես Հոբլի պլան, մի առանձնահատկություն ուներ։ Այն չի ներկայացվել կողմերին բացահայտ կերպով եւ փաստաթղթային տեսք չի ստացել։ Հայաստանում եւ Ադրբեջանում շատ պաշտոնյաների մտքով անգամ չեր անցնում, թե կոնկրետ ինչ է քննարկվում ամենաբարձր մակարդակով։ Բանակցությունների այդ օրինակ անդերկուլիսան ոճը դավադրաբանական ենթադրություններ էր ծնում։ 1999-ի հոկտեմբերին հրաժարական տվեցին Ադրբեջանի արտգործնախարար Թոֆիկ Զուֆուլգարովը եւ Ալիևի խորհրդական Էլդար Նամազովը։ Նրանց հրաժարականները ընկալվեցին որպես անհամաձայնություն այդ առաջարկին։ Մինչ այդ հրաժարական էր տվել նաև Վաֆա Գուլուզադեն։ Ողջ հարցն այն է, որ Ռուսաստանը չէր կարող թույլ տալ, որպեսզի խաղաղության մասին երկու նախագահները պայմանավորվեին առանց այդ գործընթացում իր մասնակցության։ Սակայն Ստամբուլի գագաթաժողովի նախօրեին ահավոր ահաբեկչական գործողություն տեղի ունեցավ, հավանաբար համաշխարհային պրակտիկայում դեռ չեղած։ 1999-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում կրակոցներ հնչեցին։ Նիստերի դահլիճն ներխուժեց ահաբեկիչների մի խումբ նախկին լրագրող Նաիրի Հունանյանի գլխավորությամբ եւ Կալաշնիկովի ինքնաձիգերով գնդակահարեց վարչապետ Վազգեն Սարգսյանին եւ ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին։ Նրանցից բացի զոհվեցին փոխխոսնակները, նախարար եւ падգամավորներ, ընդհանուր առմամբ 8 հոգի։ Իսկույն եւ այդ շշուկներ տարածվեցին, որ ահաբեկչությունը կապ ուներ Ղարաբաղյան կարգավորման հետ։ Տարածքային փոխանակմամբ հակամարտության լուծմանը առաջին հերթին հակառակվում են սպանված Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը։ Այդ վարկածը թեժացվում էր ողբերգությանը նախորդած իրադարձություններով։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ պատվիրակ Սթրոփ Թելբոթը նախորդին Մոսկվա եւ Բաքու այցելելուց հետո բանակցելու համար ժամանելու էր Երևան ահաբեկչությունից մի քանի ժամ առաջ։ Այդ դրամատիկ առավոտյան մենք նոր էինք վերադարձել Բաքվից, որտեղ ընդամենը 1 օր առաջ հանդիպել էինք նախագահ Ալիևի հետ։ Մենք աշխատում էինք մի խաղաղարար առաջարկի վրա, որը համատեղ մշակել էին երկու նախագահները։ Մի քանի հարց պետք է քննարկեինք եւ Ալիևի հետ եւ Քոչարյանի հետ։ Հետաքրքիր քննարկումներ շատ կային։ Դրանք ընդհանրացնող բնույթ չունեին, բայց լույս էին սփռում որոշ հարցերի վրա եւ պարզաբանում էին կողմերի մտահոգությունները։ Ահաբեկչական գործողությունից հետո խնդիրները խորացան։
Ահաբեկչական գործողությունից հետո բանակցային գործընթացը սառեցվեց ավելի քան 1 տարի։ Հայաստանը զբաղված էր ներքաղաքական խնդիրներով։ Իրավիճակը փոխվեց 2001 թվականի սկզբին, երբ Ադրբեջանն ու Հայաստանը Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամներ դարձան։ Ստրասբուրգում կայացած արարողության հաջորդ օրը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Ալիևին ու Քոչարյանին հրավիրեց Փարիզ հանդիպման։ Դա այն շրջան էր, երբ երկու նախագահներն ունեին մեծ տերությունների աննախադեպ աջակցությունը։ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում առաջին անգամ նախաձեռնությունն իր վրա վերցրեց Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Օրակարգում հանդիպումներ Քիվեստում, մայրցամաքային նահանգների ամենահարավային գետում։ Ամերիկացի գրող Էրնեստ Հեմինգուեյը Ֆլորիդայի Քիվեստ կղզում գրել է իր նշանավոր վեպը «Հրաժեշտ զենքին»։ Տասնամյակներ անց նույն կղզում փորձ էր արվելու գտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին։ 2001 թվականի ապրիլի 1-ին Քիվեստ ուղևորվելուց առաջ Բինա օդանավակայանում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հայտարարեց, որ հանուն կարգավորման պատրաստ է բանակցություններ վարել ցանկացած տեղ, նույնիսկ Անտարկտիդայում։ Քիվեստը գտնվում է կղզին ու Ֆլորիդայի մնացած մասը կապող մի շատ երկար կամրջի ամենավերջում։ Դրա վրայով անցնելով նախագահ Ալիևը նկատեց, որ սա յուրահատուկ հուշում է, թե ինչպես կարելի է միացնել Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ի պատասխան միջանցքների մասին ակնարկների։ 2001 թվականի ապրիլի 3-ին Միացյալ Նահանգների 33-րդ նախագահ Հարի Թրումենի փոքր սպիտակ տանը պետքարտուղար Քոլին Փաուելը բացեց բանակցությունները։ Նա նաև առանձին հանդիպումներ անցկացրեց Ալիևի ու Քոչարյանի հետ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Իսկ Քիվեստում բանակցությունների բացման արարողության ժամանակ Ալիևն իր ելույթը սկսեց Հայաստանին դատապարտելով որպես զավթիչ։ Ալիևը բոլորին անագնգալի բերեց, բացի Քոչարյանից երևի, որտեղ մինչև վերջի բա Քոչարյանը չէր հավատում, որ Ալիևը կգնա այն ճանապարհով, որի համար մենք գնացել էինք Քիվեստ, որտեղ մեզ խոստացվել էր Փարիզում Շիրագի հետ հանդիպումից հետո, որ այնինչ որ քննարկվում է Փարիզում Ղարաբաղի ինքնորոշման ամրագրման հարցում, Հայր Ալիևը համաձայն է եւ Քիվեստում մի շատ ընթացքում այդ բոլորին փաստային տեսք ենք տալու եւ հավանաբար ստորագրելու։ Քոչյանը շատ հորետես էր։ Սակայն հաջորդ օրը այն տպավորությունն էր, որ Ալիևի ելույթը չէր եղել։ Կողմերը բանակցում էին փոխադարձ զիջումների մասին։ Տեղեկատվական աղբյուրները ցայսօր պնդում են, որ փաստաթղթի նախագծում կար մի պարբերություն, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանի ինքնիշխանությանը հանձնելուն։ Նման հնարավորության մասին իր Սև այգի գրքում խոսում է նաև բրիտանացի լրագրող քաղաքագետ Թոմաս Դե Վաալը, հղումաներով բանակցություններին մասնակցած մի պաշտոնյայի։ Ամերիկացիք շատ լուրջ են վերաբերում, իսկապես մեծ ռեսուրսներ էին դրել, որտեղ այնտեղ այդ կորիդորի մասով ամենաօպտիմալ ճանապարհը ընտրելու խնդիր կար, կարող եմ ասել, որ կոմպյուտերային այնպիսի հարմարանքներ էին բերել, որ այդ ամբողջ ռելիեֆը, աշխարհակրությունը պատկերում էր եւ կարող էր կոմպյուտերով այդ տարածքներով անցնել եւ շատ լուրջ վերաբերմունք կար, նրանց ակնկալիքները իսկապես շատ բարձր էին։ Քիվեստի բանակցությունների շատ մանրամասներ գործընթացի մասնակիցները ցայսօր գաղտնի են պահում։ Թվում է կողմերը հենց այստեղ էին առավելապես մոտեցել փոխզիջումներին։ Սակայն միջնորդների եւ հայ դիվանագետների պատմելով Հեյդար Ալիևը մերժեց փաստաթղթի սևագիրը, որը ենթադրում էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքների, այլև Իրանի հետ Հայաստանի սահմանամեծ տարածքի մի մասի, Մեղրիի միջանցքի փոխանակում Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի միավորման դիմաց։ Հայտնի է նաև, որ քննարկվել են Իրանի հետ Հայաստանի անխափան հաղորդակցության երաշխիքները Մեղրիի եւ Լաչինի միջանցքների տարբեր կարգավիճակների մասին հարցերը։ Քիվեստում պարզ դարձավ, որ կողմերը պատրաստ չեն բանակցությունների վերջնագծին հասնելու։ Բայց նրանք փաստորեն մտադիր էլ չէին դա անել, թեև շատ ավելի առաջ գնացին, քան մենք էինք ակնկալում։ Արդեն իսկ ակնհայտ էր, որ վերջին քայլն անելը շատ ավելի դժվար է լինելու, քան ենթադրվում էր։ Քիվեստից մի քանի ամիս անց 2001 թվականի սեպտեմբերի 11-ին աշխարհը ցնցվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ահաբեկչություններից։ Ղարաբաղյան հիմնախնդիրը միջազգային դիվանագիտական շահերի ետին պլան մղվեց, սակայն իր հրատապությունը չկորցրեց երկու ժողովուրդների համար։
Քիվեստյան փակուղուց հետո եւ ընդཐུպ մինչեւ կյանքի վերջը Ալիևը Քոչարյանի հետ հանդիպեց եւս 6 անգամ, սակայն այդ հանդիպումները ոչ մի արդյունքի չհանգեցրին։ Հեյդար Ալիևը մահացավ 2003 թվականի դեկտեմբերի 12-ին Միացյալ Նահանգների Քլիվլենդ քաղաքի հոսպիտալում։ Նրա մահը ներքաղաքական ցնցումների տեղիք չտվեց եւ չհանգեցրեց քաոսի։ Ալիևը վաղօրոք մտածել էր փոխանորդի մասին։ 2003 թվականի հոկտեմբերի 15-ին կայացած նախագահական ընտրություններում նրա որդի Իլհամ Ալիևը առաջ անցավ իր բոլոր մրցակիցներից։ 2003 թվականին Հայաստանում եւ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունները շարունակվեցին այսպես կոչված Պրահայյան գործընթացի շրջանակներում։ Այս տևական բոլորաշրջանի արդյունքը դարձան մադրիդյան սկզբունքները, որոնք հակամարտության կողմերին առաջարկվեցին 2007 թվականի նոյեմբերին Իսպանիայի մայրաքաղաքում։ 2008 թվականի փետրվարին Հայաստանում կայացան նախագահական ընտրություններ։ Ռոբերտ Քոչարյանի Ղարաբաղյան զինակից Սերժ Սարգսյանը դարձավ հանրապետության երրորդ նախագահը։ Ընտրությունների արդյունքները վիճարկվեցին ընդդիմության կողմից, բողոքի ալիք բարձրացավ։ Կոշտ դիմակայության 10 օրերից հետո մայրաքաղաք զորքեր մտցվեցին։ Արյունոտ բախումները 10 մարդու մահվան պատճառ դարձան։ Ա 2006 թվականի հուլիսին Ադրբեջանում իրականացվեց առաջին խոշոր նավթային նախագիծը։ British Petroleum-ի հետ գործընկերությամբ ստեղծված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը ընկալվում էր որպես Ադրբեջանի անկախության հիմնական երաշխիք։ Նրանով կասպիական նավթը հասնում էր արևմտյան շուկաներ, շրջանցելով Ռուսաստանի տարածքը։ Россия демонстрировала двоякую политику. Ռուսաստանը երկակի քաղաքականություն էր վարում։ Մի կողմից մենք նավթահանքերի արդյունահանմանը մասնակցելու շահագրգռվածություն էինք նկատում Ռուսաստանի էներգետիկայի նախարարության կողմից։ Մասնավորապես Լուկոյլ ընկերությունն այդ ժամանակ արդեն սկսել էր հետաքրքրություն դրսևորել առաջին պայմանագրի կնքմանը մասնակցելու ուղղությամբ։ Բայց մյուս կողմից էլ արտաքին քաղաքական գերատեսչությունը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կտրուկ բացասական վերաբերմունք էր ցուցաբերում Ադրբեջանի այդ օրինակ քաղաքականության նկատմամբ։ Проявляло, значит, вот резко отрицательное отношение к такой политике Азербайджана. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությունը հետևեց Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շինարարությունը եւ տարածաշրջանային այլ նախագծերի զարգացումը, որոնցից յուրաքանչյուրը շրջանցում էր ոչ միայն Ռուսաստանը, այլև Հայաստանը։ Նավթից ու գազից ստացվող եկամուտները Ադրբեջանին թույլ տվեցին շինարարական մեծ ծրագրեր իրականացնել եւ մայրաքաղաք Բաքվին նոր տեսք տալ։ Շուտով բանակցությունների ընդհատված գործընթացը վերականգնվեց։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ մի քանի հանդիպում կայացավ Ալիևի եւ Սարգսյանի միջև։ Ղարաբաղյան կարգավորման այդ ժամանակահատվածի ամենանշանակալից իրադարձությունը դարձավ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի եւ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունը, որն արվեց 2009 թվականի հուլիսի 10-ին իտալական Ակվիլա քաղաքում մեծ օդնյակի գագաթնաժողովի ժամանակ։ Հենց այստեղ էլ հրապարակվեց դեռևս 2007 թվականին առաջարկված մադրիդյան սկզբունքների վերամշակված տարբերակը։ Մադրիդյան փաստաթուղթը երկու թվացյալ անհամատեղելի սկզբունքների, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի համատեղման փորձ է։ Այս առաջարկությունում նոր տարրը հանրաքվեի գաղափարն էր, որի ժամկետները սահմանված չեն։ Եթե մի օր Լեռնային Ղարաբաղի այսօրվա դե ֆակտո անկախ վիճակը ստանա դե յուրե դրսևորում, այսին աշխարհի ճանաչի Ղարաբաղի անկախությունը, դրա արմատները եւ պատճառները պետք է փնտրել մադրիդյան փաստաթղթում։ Մադրիդյան փաստաթղթում կա Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու գաղափարը։ Ես դա բացարձակ հակաարդյունավետ եմ համարում։ Ինչպես կարելի է Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնել, երբ այնտեղի ողջ ադրբեջանական բնակչությունն արտաքսվել է։ Մադրիդյան սկզբունքները խարսխված են հետևյալ դրույթների վրա։ Նախկին լղիմին հարակից շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք։
Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ նրա անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով։ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամ արտահայտման միջոցով։ Ներքին տեղահանված եւ փախստականների իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք։ Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաեւ խաղաղապահ գործունեություն։ Հիմա դրված է կարգավորման Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթուղթը։ Նորից Հայաստանը եւ Ադրբեջանը սկզբունքորեն հայտարարում են, որ սկզբունքորեն համաձայն են այդ ծրագրին։ Ղարաբաղ չկա։ Ղարաբաղ գոյություն չունի, նրա ձայնը մենք չենք տեսնում, չենք լսում։ Եթե խոսեն էլ ոչ ոք բանի տեղ չի դնել։ Հիմա ինչ է այս Մադրիդյան սկզբունքները։ Որևէ մեկը փորձել է հասկանալ դա։ Լսեք, դա նույն Լիսաբոնյան բանաձևն է։ Նույն, բացարձակապես, ոչ մի տարբերություն չկա։ Այսօր է գրված է Ադրբեջանի տարածքային, ուրեմն երկու սկզբունքների հիման վրա պիտի լուծվի Ղարաբաղյան կարգավորումը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի։ Սա ինչ է նշանակում, որևէ դատող մարդ, տրամաբանող մարդ ինչ կարող է դրա տակ հասկանալ։ Դա նշանակում է ինքնորոշում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, ուրիշ ոչինչ, թող չխաբեն ժողովրդին։ Սա ընդամենը դիվանագիտական հնարք է բանակցությունները հեշտացնելու համար, որպեսզի եւ Ադրբեջանը եւ Հայաստանը դեմքը փրկելու հնարավորություն ունենան եւ փաստարկ ունենան խոսելու ամեն մեկը իր սեփական ժողովրդի հետ։ Дело в том, что поэтапный план урегулирования был предложен в 1997 году. Բանն այն է, որ կարգավորման փուլային ծրագիրն առաջարկվել է 97-ին, եւ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը եւ Ադրբեջանի ղեկավարությունը տվել են իրենց համաձայնությունը։ Սակայն Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ։ Եկան մարդիկ, ըստ որոնց փուլային տարբերակն անընդունելի է։ Ըստ այդմ էլ հարկ է փոխել իշխանությունը Հայաստանում։ Նրանք հասան իրենց նպատակին։ 17 տարի է անցել այդ ժամանակներից, դեգերումների 17 տարի, իրավիճակի սառեցման 17 տարի, եւ սայլը դեռ նույն տեղում է։ Պարզ է, որ փուլային տարբերակից բացի այլ բան չկա։ Հիմա այդ մարդկանց համար քաղաքական խարակիրի կլինի ընդունելը, որ այդ 17 տարին քամուն է տրվել, որ մենք կորցրել ենք 17 տարի եւ միևնույն է պետք է վերադառնանք փուլային տարբերակին։ 2008 թվականի մայիսին Ռուսաստանի նախագահ Դիմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ սկսվեց Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիևի միջև բանակցությունների նոր փուլը։ Երակողմ ձևաչափով ավելի քան 10 հանդիպումներից վերջինը 2011 թվականի հունիսին կայացավ Թաթարստանի մայրաքաղաք Կազանում։ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրատկեն լավատեսորեն հայտարարեց, որ Կազանի հանդիպումը բանակցային գործընթացի ամենակարևոր փուլն էր Քիվեստից ի վեր։ Քննարկման ներկայացված փաստաթուղթը կարգավորման սկզբունքներով ստացավ Կազանյան անվանումը։ Իրականում դրա հիմքում ընկած էին փոքր-ինչ ձևափոխված Մադրիդյան սկզբունքները։ Մի ինչ-որ պահի թվում էր, թե կողմերը մոտ են համաձայնության։ Սակայն վերջին պահին Ադրբեջանի նախագահը մի քանի փոփոխություններ առաջարկեց եւ կողմերը չպայմանավորվեցին։ Հերթական անգամ։ Կազանից հետո հանդիպումները տեղի են ունենում մշտապես փոփոխվող արտաքին քաղաքական կոնտեքստի պայմաններում։ Կողմերի փոխադարձ անվստահությունը եւ գործընթացի մասնակիցների ծայրահեղ զգուշավորությունը դարձել են բանակցությունների բնորոշ առանձնահատկություն։ Ռազմաճակատի գծից մինչև Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն մի ինչ-որ 300 կիլոմետր է։ Մինչև հայկական ռազմական խմբավորումը դուրս չբերվի Ադրբեջանի տարածքից, հակամարտության լուծումը մեռյալ կետից չի շարժվի։ Եթե ես իմանայի, որ օրինակ մենք ինչ-որ տարածքներ կզիջենք եւ խաղաղություն կունենանք, գուցեև համաձայնվեի, թեև կհամարեի սխալ, բայց համաձայնվեի, բայց խնդիրն է, ես դա այդպես չեմ համարում։ Ես համարում եմ, որ ցանկացած զիջում կբերի պատերազմի հնարավորության աճի, հասկանում եք, այսինքն Ղարաբաղում, եթե մենք անգամ ամբողջ Ղարաբաղը տեսականորեն եկեք պատկերացնենք, ամբողջ Ղարաբաղը զիջենք Ադրբեջանին, նորից չի լինելու խաղաղություն։ Նրա հաջորդ քայլը լինելու է Զանգեզուրի պահանջը, մարդիկ խոսում են նախագահի մակարդակով Երևանի մասին, արևմտյան Ադրբեջանի մասին։ Для Азербайджана как раз-таки подписывать любое соглашение, которое не будет предполагать
Ադրբեջանի համար պարզապես իմաստ չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որը չի ենթադրում հայկական զինված ուժերի դուրսբերում ադրբեջանական տարածքներից։ Դա կարձանագրի ներկայիս Ադրբեջանի համար բացարձակապես անընդունելի ստատուս քվոն, ինչպես նաև Ադրբեջանի հրաժարում իր օրինական իրավունքից, ինքնապաշտպանությունից եւ հայկական օկուպացիայի շարունակման պայմաններում իր տարածքների ազատագրումից։ Քաղաքական գործիչները փորձում են վերահսկողության տակ առնել զանազան քաղաքացիական նախաձեռնություններ, այդ թվում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղված նախաձեռնությունները։ 2014 թվականի ապրիլին Ադրբեջանում ձերբակալվեցին հայտնի իրավապաշտպաններ ու լրագրողներ։ Այսօր արդեն կարելի է ասել, որ էլեկտրոնային լրատվամիջոցների 100%-ը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ։ Մի քանի սակավազոր կայքեր մնացին ընդամենը։ Նրանք նույնիսկ էլեկտրոնային հեռուստատեսությունն ու էլեկտրոնային կայքերը վերահսկողության տակ առան։ Թերթերի կարելի է ասել 99.95%-ը նույնպես վերահսկողության տակ է։ Կուսակցությունները բացարձակապես լուսանցքային են դարձել։ Դրանց մեծ մասին պարզապես գնել են։ Շատ ակտիվիստներ կամ բանտում են, կամ էլ արտագաղթել են։ Կարելի է ասել, որ դիմադրողների ջախջախումն ավարտվել է քաղաքացիական հատվածի, քաղաքացիական հասարակության ջախջախմամբ։ Գլոբալ ռազմականացման ինդեքսի համաձայն Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհի ամենառազմականացված երկրների տասնյակում են։ Հայաստանը 3-րդ տեղում, Ադրբեջանը 10-րդ։ Անարդյունք բանակցությունների տարիները ուժգնացրել են հակամարտության ռազմական լուծում պահանջող ձայները։ Այդ տարիները կորսված են նոր սերնդի համար, որը հասակ է առել ատելության մթնոլորտում։ 2004 թվականին հայ հանրությունը ցնցվեց այն լուրից, որ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսուցման դասընթացի ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր հայ գործընկեր Գուրգեն Մարգարյանին։ 8 տարի անցկացնելով բանտում, Սաֆարովը արտահանձնվեց եւ մեծ պատվի արժանացավ Ադրբեջանում։ 2014 թվականին հակամարտող զորքերի շփման գծում Աղդամի մերձակայքում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բանակների համատեղ զորավարժության ժամանակ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռ խփվեց։ Այդ եւ այլ իրադարձություններ շարունակում են ազդել հանրային տրամադրությունների եւ փոխզիջումների պատրաստակամության վրա, ավելի են նվազեցնում միմյանց նկատմամբ վստահությունը։ Երկրներում առկա սոցիալ-քաղաքական մթնոլորտը նույնպես բարենպաստ հող չի ստեղծում խաղաղ բանակցությունների համար։ Ցավոք, անգամ 20 տարի անց մենք չենք կարող փաստել, որ կան ռազմական գործողությունների չվերսկսման երաշխիքներ։ Նրանք, ովքեր մտածում են, թե հիմա կարելի է ինչ-որ շահաբաժիններ ստանալ Ադրբեջանի կամ Հայաստանի օգտին հարցը լուծելուց, չարաչար սխալվում են։ Առանց երկու կողմերի դիրքորոշումների բավարարման, առանց Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների համաձայնության, այս հակամարտությունը պարբերաբար կբռնկվի։ Սա աշխարհի ամենասարսափելի հակամարտությունը չէ։ Ինչ խոսք, առկա են բազմաթիվ անձնական ողբերգություններ, որոնք մարդիկ չեն կարող մոռանալ։ Բայց ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող միասին ապրել ապագայում, եթե քաղաքական հարցը լուծվի։ Արդեն քառորդ դար է անցել հակամարտության սկզբից։ Ադրբեջանում չեն կարողացել հաշտվել տարածքների կորստի հետ։ Լեռնային Ղարաբաղում հասակ է առել մի սերունդ, որ ներկյանքը չի պատկերացնում Ադրբեջանի կազմում։ Փախստականների ավագ սերունդը տարեցտարի ավելի է կորցնում հայրենի օջախ վերադառնալու հույսը։ Հայ եւ ադրբեջանցի երիտասարդները գրեթե ոչ մի հնարավորություն չունեն շփվելու եւ միմյանց ճանաչելու համար։ Իսկ պատերազմը նոր ձևեր է ընդունում եւ դառնում խաղաղարար նախաձեռնություններից զորեղ։ Ականապատ դաշտերում եւ դիպուկահարների կրակոցներից շարունակում են մարդիկ զոհվել։ Դիվերսիոն ներթափանցումները վախ ու ատելություն են սերմանում։ Քարոզչությունն էլ ամրապնդում է թշնամու կերպարը։ Զինադադարից տարիներ անց հայերն ու ադրբեջանցիները շարունակում են ապրել խաղաղության փնտրտուքում եւ պատերազմի ստվերում։